Բարև ձեզ։ Արեք ձեզ։ Ինձ կներեք, ես մի քիչ ուշացա, օֆիս չեմ հասա, մի քիչ sense պետք է զրուցենք, ոչինչ։ Ոչ Տանի ջան, եթե ձեզ հարմար է անվտանգության տեսանկյունից նաև։ Հա, չէ, նորմալ է։ Հա, օքեյ, շատ լավ։ Անի ջան, շատ ուրախ եմ, ես Զեփյուրն եմ, Ռարմենիա ակադեմիայի թիմից։ Ա, Ահա, Շատ հաճելի է։ Ես նմանապես է փոքրան։ նախ ուզում եմ ներողություն խնդրել, որ այսքան ուշ ենք ձեզ հետ կապ հաստատել։ Իրականում այնքան շատ են մեր զանգերը եղել, որ ոնց որ հերթով բոլորին դենք ամբողջ գրաֆիկի մեջ տեղավորել ու ձերը այս շաբաթ է ընկել, էլի մենք դեռ մյուս շաբաթ էլ այս զանգեր ունենք մյուս մասնակիցների հետ։ Հա, ոչինչ, ես չեմ նայվում։ Շնորհակալ եմ, Անի ջան։ Հիմա ձեզ պետք է խնդրեմ, ես իրականում մի քիչ ուսումնասիրեցի ընդհանուր հասկանալու համար ոնց որ կազմակերպությունը ինչ գործունեություն է ծավալում, արդյոք դուք ոնց որ միայն նաև այդ բիզնեսի մեջ եք ու այդ բիզնեսի համար եք ուզում արհեստական բանականությունը ներդնել կամ ոնց որ այդտեղ փորձենք օգտակար լինել, ձեզ պետք է խնդրեմ ներկայացնեք թե ընդհանրական առումով հա ինչով է զբաղվում կազմակերպությունը ու ինչ աշխատանքային flow ունի, հա ինձ այդ ընդհանուր pipeline-ն է հետաքրքիր, ոնց է ձեզ մոտ կազմակերպվում աշխատանքները, որպեսզի հասկանանք թե ինչպես կարող ենք AI ներդնել այդտեղ օպտիմալացնելու process-ները։ Նայեք, ես Պետրիկորն եմ գրանցել այդտեղ, Պետրիկորը ոնց որ նու հիմա ռեբրենդինգի ենք գնում, որ փոխենք նեյմինգից բռնած ամեն ինչը։ Նայեք, ունենք արտադրություն տան տեքստիլի պարագաների, նո, մենակ տուն չինքը հորեկայա, ունենք ունիֆորմաների արտադրություն, բժշկական ունիֆորմաներ եւ այլն, ինչու՞ այտենց, այդ մի ոնց որ գիծն է, երկրորդ գիծը դա դեկորատիվ լույսերի արտադրությունն է, դա հորեկայի համար է ոնց որ, մեկի շինարարությամբ եմ զբաղվում, այդ ընդհանուր ոնց որ պատկերացնեք ինչով ենք զբաղվում։ Townhouse-ներ ենք կառուցում, այտենց։ Okay։ Հիմա ու եւս ունեմ երկու ստարտափ այտենց պրոյեկտներ հիմա ոնց որ այդ ենք բզբզում։ Կոպիտ ասած, որ այդ ընդհանրական բանը։ AI-ը որտեղ կարա ինձ այտենց ընդհանուր պետք է, չգիտեմ, վաճառքի կտորի հետ կապված ինքը կարծում եմ, որ պետք է լիքը ինստրումենտներ ունենա։ Այս բայի դրությամբ սայթի ուղղությամբ նո ռեբրենդինգն ենք հիմա անում, ու չեմ կարծում այդ երևի պետք է առանձին ինչ-որ թիմ դրանով զբաղվի, կարծում եմ, որովհետև մի տեսակ AI-ով ինչքան մտածում եմ, այդ AI-ը համեզ է նույն բանը առաջարկելու, համ Պողոս Պետրոսին է նույն բանը առաջարկում։ Okay, կանդրադառնանք հիմա այս բոլոր հարցերին իհարկե։ Ոբշեմ, ու այտենց էլի ընդհանուր կուզենայի հասկանայի, ենթադրենք ինչ-որ մի բան ներդնում ենք, որ ինչ է ինքը փակելու մեզ, ոնց է դա աշխատելու եւ այլն։ Այտենց։ Okay, շատ լավ։ Անի ջան, ինձ կհուշեք, դուք ինչ որ project management-ի tool կա, որ ձեր այս process-ները օգտագործում եք, այսինքն օրինակ դուք եթե տեքստիլի տեսանկյունից նայենք կամ եւ այլն, հա, ապրանքը ներմուծեցիք, վերեցիք, դրանով պատրաստեցիք որևէ այլ ապրանք, հա, ու արդեն մատակարարեցիք։ Ուզում եմ հասկանամ ոնց որ այս մասում ինչ է կատարվում, ոնց է այդ process-ը։ Չէ, մենք մեր մոտ պրոստը այտենց Excel-ներով բան ենք անում, այտենց ոչ մի ինչ-որ եթե նկատի ունեք ինչ-որ ծրագիր է դրա բազայի կամ այտենց ինչ-որ բաների համար, չէ, չունենք։ Չեք աշխատում ոչ ՑՑ-ով, ոչ AZNS-ով, այսինքն Չէ, CRM մենք համակարգը չկա։ չէ, Հասկացա, իսկ օրինակ ինչ է կարծում, ոնց ձեզ անհրաժեշտ է այս պահին ու այս փուլում նմանատիպ ինչ-որ ծրագիր, որը որ մտածում եմ, որ այս պահից սկսած, ինչ-որ մի պահից սկսած ինքը պետք է անելու, որովհետև հիմա եթե անում ենք rebranding ու լիքը բան ենք փոխում, ու լրիվ արդեն ուրիշ մասշտաբների կսկսենք արտադրություն, որովհետև հիմա արտահանում ենք, այտենց անում Amazon-ն ենք ուզում դուրս գանք, որ մի քիչ ավելի մեծ շուկա էլի, որովհետև չգիտեմ, Վալբրիսը հիմա կա, բայց այտենց իրան չի արդարացնում կամ երևի մենք ինչ-որ մի բան մեծ չենք անում։ Այտենց հիմա ոնց որ այդ փուլն է, էլի մի հատ հասկանանք դե անունն է երևի լավ գիտեք էլի, որ շատ կարևոր է բիզնեսում, իր էներգիապես իր աշխատել է այտենց, ոնց որ հիմա ոչ պատկերը սենց է։ հասկացա, ես ձեզ շատ լավ նայեք, իրականում մի քանի ուղղություններով էլի կարանք հարցին մոտենանք, մեկ որ ըստ իս այո, ամեն դեպքում ոնց որ CRM համակարգ կամ համակարգ, որը որ
task-երի տեսանկյունից նաև, հա, աշխատակիցների գործունեության տեսանկյունից կարևոր է ու այդտեղ շատ հեշտ ու շատ հարմար ձևի կարելի է օպտիմալացնել process-ները։ Ինձ կհուշեք, քանի հոգի ունեք ադմինիստրատիվ թիմում եւ քանի հոգի, որ արտադրական թիմում է աշխատում։ Հիմա քիչ է, որովհետև ոնց որ ինչ բաներ են փոփոխում, հիմա արտադրությունում 3 հոգի են։ Այս թիմում էլ ոնց որ մարքեթինգ բան, այդ սա ոնց որ outsource ենք անում, հիմա ոչ մի տենց բանը, ոնց որ Պատվերը in-house, ով է ոնց որ ոչ մի ստանում։ բան։ Պատվերով է Պատվերը վերցնում։ պատվերը եսիմ, եթե այտենց անհատակրաշը պատվերներ լինում է, այս պայդրությամբ ես, բայց բանա, հիմա մի հատ ուրիշ բանա, ստարտափ մի հատ ծրագիր ունենք, այտենց մաշե շինարարությունների հետ է կապված, այդ ժամանակ հիմա ոնց որ ռեզյումե բան ենք էլի սարքում, որ աշխատողների բան տանք, Հա, հայտարարություններ տակ։ հայտարարություն կան, հա, Հա, հասկացա։ այդ ամեն դեպքում մի 5 հոգի պետք է in-house, ոնց որ այտենց աշխատող լինի, էլի տարբեր, չգիտեմ, մեկը օրինակ նստի մենակ բաների վրա, կլիենտների հետ շփվի, ոչ մոտս տարբեր ինչ-որ բաներ։ Հասկացա։ Իրականում լիքը տեղերում կարելի է ոնց որ process-ները ավտոմատացնել, մեկ է ձեր ասած կլիենտների տեսանկյունից ընդհանուր միջև զանգերի ավտոմատացում, այսինքն AI-ը զանգին պատասխանի օրինակ եթե sense overall նայեմ, հա, մի umbrella-ի տակ նայեմ ձեր կազմակերպությանը, այսինքն մի համարի զանգի հասկանա խնդիրը եւ պատվերը ոնց որն է տվյալ հաճախորդի, որը որ ձեզ զանգահարել է, շինարարությունը կլինի տեքստիլը եւ այլն, այսինքն ինքը փոխանցի համապատասխան բաժին, համապատասխան կազմակերպության տանի ձեր զանգը ու այդտեղ ոնց որ դեռ կարող ենք այս IVR system դնելն այսպես ասեմ, հա, ոնց որ ինքը հրահանգները կարողանա ճիշտ ստանալ եւ փոխանցել համապատասխան ձեր ոնց որ այսպես ասեմ բիզնեսին կամ ձեռնարկությանը, բացի դա ոնց որ իհարկե նաեւ ներքին կարա դա լինի, սկսած ոնց որ տեքստիլի համակարգի շինարարության հենց IVR system-ը դրվի հենց դրա մեջ կոնկրետ, այսինքն ոչ թե ընդհանուր մեկ ամբրելայի տակ գտնվող կազմակերպությունների համար դրվի։ Սա մի բլոկն է, մյուս բլոկը, որ ես պատկերացնում եմ, այդ իսկապես այդ task management-ի տեսանկյունից է, երբ որ ստացավ պատվերը միանգամից գնում է, ոնց որ արտադրական դաշտ արտադրականից ստացան իրանք ասում են, որ արդեն պատրաստ է ու հետա գալիս ոնց որ արդեն չգիտեմ, վաճառքի դաշտ, որ պետքա իրենք կամ առաքիչներին ա գնում, որ պետքա իրանք արդեն առաքիչները գիտեն, որ պատվերը պատրաստ է, մոտենումա վերցնում է, տանում են համապատասխան վայրերում մատակարարում են, բայց ոնց որ այս տեսանկյուններից մի քիչ հաստատ discovery-ա պետք լինելու հասկանալու համար, ձեր ոնց է այդ process-ը ձեզ մոտ տեղի ունենում էլի ամեն դեպքում, հաշվի առնելով որ դեռևս փոքր եք, բայց նաև ցանկություն կա մեծանալու եւ չգիտեմ, դրսի շուկայի համար արդեն ծառայությունները մատուցելու եւ այլն։ Հաստատ կարանք ավտոմատացման process-ները, այսինքն մի հատ AI agent լինի, որը որ օրինակ փորձում է գտնել կազմակերպությունների, որոնց որ ձեր ապրանքը, ձեր product-ը կարող է առաջարկել, այսինքն եթե եթե B2B եք անում, էլի, այսպես ասեմ, եթե շատ կարճ լինեմ, ինքը B2B lead generation գործիք կարա լինի, մտնում է ընդհանրապես է, ովքեր են նմանատիպ product-ի կարիք ունենում, մի քանի իրական միած prompt ենք տալիս բնականաբար համապատասխան, ինքը գնում է, հավաքագրում է, հետո նաև առաջարկա իրանց տալիս։ Օրինակ մենք ձեզ համար այսինչ բաները կարանք անենք, ավտոմատացված է այդ սաղ process-ը, lead generation-ը, B2B էլ կարա լինի, B2C էլ սա կարա լինի այդ պարագայում։ Եթե մարքեթինգը outsource եք անում, ամեն դեպքում ձեր կազմակերպության կայքերն են, սոցիալական էջերն են նկատի ունեմ, ու մարքեթինգի տեսանկյունից նաև սոցիալական մեդիան են ապահովում ձեզ համար, միևնույն է շատ ոնց որ արագ արձագանքման տեսանկյունից, որ ժամպատարակ չճանաչի, էլի միանգամից գրեց կլիենտը, AI-ը պատասխանում է իրան product-ը առաջարկում է, այսպես այսինքն եւ կոմենտների եւ նամակների համար ավտոմատացումներ կարող լինի համապատասխան կարիքի, այսինքն ինքը գրում է նամակը համապատասխան ձևով պատասխանում է AI-ը իր կարիքները բավարարելու համար ու այդպես իրականում B2C դաշտում փորձարկել ենք, ոնց որ կոնվերսիան մեծանում է, էլի հնարավոր, այդտեղ կարանք ոնց որ ներդնենք, եթե կայք ունեք, կայքում կարելի է հաստատ AI chatbot-ը ներդնել եւ այլն, բայց ոնց որ ես ուղղակի մտքեր եմ տալիս, որ դուք էլ եթե հատկապես rebranding-ի եք դնում, պատկերացում կազմեք, թե որտեղ ու ինչպես կարանք այդ մեծացնենք, էլի ինչքան ավելի արագ տեմպերով կարա դա մեծանա, քան ստանդարտացված process-ներում, եթե դա լինի։
Այս միանգամից եթե օրինակ կայք եք ունենալու միանգամից, այսինքն այդպես ավտոմատացված process-ներով այդ ամեն ինչը տեղի ունենա ու այդպես սարքենք միանգամից էլի։ Ինչ վերաբերում է ոնց որ թեկուզ այդ շինարարական process-ների եւ այլն, այդտեղ էլ եթե էլի B2B կարիք կա, B2C կարիք կա, այդ հաստատ ոնց որ կարա գնա առաջարկի գտնի մարդկանց, որոնք որ հետաքրքրված կլինեն, ուսամենակ targeting-ի մասին չէ, էլի targeting-ը լրիվ social media-ա կամ meta-ա։ Իմ ասածը ավելի շատ հենց Google ընդհանուր պլատֆորմից մարդկանց գտնել AI agent-ը, այսինքն այդպես ենք ներդնում, որ ինքը ընդհանրական ովքեր որ հետաքրքրված են նմանատիպ իրանք search-երում ման են գալիս նմանատիպ ինչ-որ keyword-երով, AI agent-ը կարա գնա գտնի բերի ու ոնց որ այդպես generate անենք lead-ը եւ B2B եւ B2C մարքետով ամբողջական ավտոմատացման process-ները ուղղակի որ ձեզ մոտ դեռևս համակարգը ներդրված չի, չեմ ուզում էլի շատ ծանրաբեռնեմ ինֆորմացիայով, բայց երբ որ ունենաք ներդրված համակարգ կլինի դա project management, task management, հա, այդ սա ավտոմատացումները, ֆինանսական բլոկը, HR բլոկը ամբողջությամբ կարելի է ավտոմատացնել ու իրար կցել այդ process-ները, որպեսզի մեկ աշխատակցից մյուս աշխատակից գնացող ինֆորմացիան ավտոմատացված լինի արդեն։ Դրա համար նույնիսկ հիմա ավտոմատացման կուրս ունենք, որ այսինքն ֆինանսների, HR-ի, ադմինիստրատիվ, գործառնական աշխատակիցներին հրավիրում ենք ոնց որ մասնակցելու, որպեսզի իրենք կարողանան իրենց մոտ իրենք այդ ամեն ինչը ավտոմատացնել, ոչ թե մենք գնանք set-up անենք ու մի հատ էլ ապահովենք շարունակականությունը, այլ տվյալ կազմակերպության աշխատակիցը ինքնուրույն կարողանա այդ ամեն ինչը անել։ Դուք ինչ-որ ծրագիր եք բերում ներդնում, հա, ճիշտ եմ հասկանում, հետո մնացածը մենք ենք անում։ Լավագույն դեպքում այո, եթե ոնց որ կա աշխատակից, որը կկարողանա շարունակականությունը ապահովել դրա եւ ժամանակաժամանակ ինքը ավելի sense ոնց որ AI նոր գործիքներ ներդնել իր մեջ։ Դրա համար մենք ավելի հակված ենք, որ մասնակիցներին բերենք կրթությունը ապահովենք եւ ոչ թե մենք set-up անենք ու այդ շարունակականությունը ապահովենք։ Մենք ոնց որ եթե շատ հրատապ լինում, այո, մենք պատրաստ ենք ոնց որ ներդնել ու շարունակականությունն էլ տանել, միջև որ որևէ մեկը կլինի թիմում, թեկուզ նախաձեռնող, թեկուզ տեքստավի, որը կտանի այդ process-ը առաջ, հա։ Բայց նաև առաջարկում ենք, որ եթե շատ հրատապ չի, գան ուղղակի մասնակցեն դասընթացին ու իրենք գնան ավտոմատացնել իրենց կազմակերպության ներսում գործընթացները։ Դա մեզ համար լավագույն տարբերակն է համնակերպության անունով։ Okay, ինձ մի հատ երկուսի առարկները կասեք, եթե դուք բերում եք setup եք անում, չգիտեմ, հետո մենք շարունակում ենք, մեր պատկատով կան ու եթե մենք են գալիս ձեր մոտ դասերի այդ երկու ոնց որ բաներ էլի, ինձ որ ասեք։ Հա, դասընթացի տեսանկյունից դասընթացի 400,000 դրամ արժե։ Մանթեշան անդամների համար ոնց որ մենք 20% զեղչ ենք տրամադրում, 320,000 դրամ է լինում, բայց 20 ժամանոց, 18 ժամանոց ներողություն ինտենսիվ կուրսը։ Հա, 40%։ Կներեք, չէ, դա business transformation club capital-ին էլ մանթեշանն էլ երկուս կոնկրետ ավտոմատացման դասընթացի երկուսի համար 20% ենք տալիս, իսկ բիզնեսմենների գործարարների համար հատուկ առանձին դասընթաց ունենք, մանթեշանին 30, club capital-ին 40։ Այդ ինչ դասընթացը։ Դա գործարարների համար նախատեսված դասընթացը ամսի 10-ին սկսվում է, դրա ոնց որ ուզում եմ վերջում անդրադառնամ հասկանալու համար, դա ավելի շատ հենց միայն գործարարների համար նախատեսված դասընթացը A to Z պատկերացումը ձեզ տալու եւ հնարավորության տալու հասկանալու թե արհեստական բանականություն որպես գործիք ձեր գործընթացներում որտեղ ինչպես կարող եք ներդնել եւ տեսական եւ գործնական գիտելիք է ինքը ձեզ փոխանցում դուք տեղում ձեր խնդիրը կազմակերպության workshop-ով լուծելու եք այսինքն մեր դասընթացավարը ձեզ բացատրում է ոնց է օրինակ տեղում ավտոմատացումը կամ մարքեթինգում կամ վերլուծությունը ինչպես անել AI-ով դուք տեղում ձեր կազմակերպությանը համապատասխան ոնց որ փորձում եք անել, եթե խնդիր է առաջանում, միանգամից մեկ տեղում արձագանքում ենք։ Ինքը 24 ժամանոց շատ ինտենսիվ ու շատ արդյունավետ դասընթաց է սեպտեմբերին արդեն ունեցել ենք, էլի նմանատիպ կուրս 24 ժամանակ 12 օր։ Ինչ արժի դա։ Արժեքը 430,000 դրամ է, եթե կլուբ կապիտալով ասեմ 258,000 դրամ է ձեզ համար լինի։ 258,000, okay։ Մի հատ բան էլի խնդրեմ ձեզ Օբշեվ մի հատ ինչ որ մենք խոսացինք, ենթադրենք այդ setup-ը, որ անեք դուք։ Մի հատ այդ ծրագրի մասին ինչ որ ինֆո ինձ ուղարկեք, որ ավելի
հստակ էլի մի հատ իրան պատկերացնում, եթե ունեք այդպիսի բան պատրաստած ինչ է ինքը տալիս, ինչ հնարավորություններ ունի։ Երկրորդը այդ եթե մենք են գալիս դասերի, մեկ է այդ գործարարների համար հատուկ այդ AI մեկ էլ դրա հետ կապված էլի, այդ որ ասացիք մեզ Անիջան, 40%։ կրթական մասով հաստատ կարող եմ ասել, այն մյուսի մասով մի քիչ ավելի ուշ կկարողանամ ասել, այսպես ասեմ, ես այս ինֆորմացիան պետք է տամ տեխնոլոգիական թիմին, տեխնոլոգիական թիմը հաշվարկի ժամային գրաֆիկով ինչքան ժամանակ է յանից պահանջում, այսինքն այս ինչ որ խոսում ենք մենք record եմ ես անում, հետո ոնց որ գնում եմ transcript եմ brief եմ տալիս, իրենք հասկանում են ինձ ինչքան ժամանակ է անհրաժեշտ կոնկրետ process-ների համար, հատուկ առաջարկով ձեզ հետ ենք տալիս, էլի, այսպես է լինի։ Հնարավոր է, որ իրանք ասեն, որ մեզ անհրաժեշտ է հատուկ discovery, որ մենք գնանք կազմակերպության ներսում անենք, բայց քանի որ այս պահին պրոյեկտներ, այսպես ասեմ, project management կամ task management հատուկ tool-եր ձեզ մոտ ներդրված չեն, մեզ համար ոնց որ այդ պահը բլոկ է, այսպես ասեմ, տեխնոլոգիական թիմի համար։ Մենք ավտոմատացնելու բան դեռևս չունենք ձեզ մոտ։ Այսպես ասեմ, պետք է դա լինի, օրինակ դուք ինչ որ մի քանի project management մենք կարանք առաջարկենք, ես օրինակ ձեզ կառաջարկեմ Notion օգտագործել, որտեղ մեր թիմը Notion օգտագործում է, սաղս շատ գոհ են կընտիր ամեն ինչ, էլի, նրա ամբողջ թիմը Notion օգտագործում։ Բայց դուք կարող եք հարմար գտնում Jira օգտագործել, Trello օգտագործել, այսպես ասեմ, շատ տարբեր է կազմակերպության տեսանկյունից, ոնց որ դուք ինքներդ կարող եք որոշել, ընդհանուր միջև եթե դուք որոշում եք ունեք Bitrix դնել կամ նույն ինքը Lua CRM դնել, որը որ Capital Club-ի անդամներից մեկին է պատկանում նոր CRM համակարգ, չգիտեմ, այդ իմաստել եմ ասում եմ։ Վերջի հարցը դա էր, ուզում էի հասկանալ տարբերությունը ձեր ծրագրի եւ CRM-ի մեջ որն է, որ այտենց ընդհանուր հասկանանք, էլի, որ կողմով ավելի ճիշտ կլինի մեզ շարժվել, օրինակ մի բան մենք վերցնում ենք լիա CRM-ն ենք ներդնում, ու գայս ենք ձեր մոտ դասընթացների այդ չգիտեմ ղեկավարների համար, թե մենք գալիս ենք զրոյից դասընթացի ձեր մոտ մենք ենք ստեղծում այդ CRM-ը։ Հա, հասկացա։ Նայեք, Արսենի ծրագրի հետ կապված այդ Lua CRM-ը, որպես այդպեսին, մենք ոնց որ ընդհանուր միջև, չգիտեմ, գուցե նաև իրենց հետ համագործակցության գնանք այն առումով, որ փորձենք հենց CRM-ի մեջ արհեստական բանականության ամենատարբեր գործիքները արդեն իսկ ավտոմատացված, ոնց որ տրամադրել կազմակերպություններին, որոնք որ ցանկանում են իրենց CRM համակարգը կամ փոխել, կամ բարելավել, կամ ոնց որ նոր CRM համակարգներ դնել։ Այսպես ասեմ, մեր տեսանկյունից մենք գալիս ենք հասկանում ենք ինչն է բաց ու ինչը կարող ենք ավտոմատացնել, փորձում ենք այդտեղ օգտակար լինել, որովհետև լիքը բան, այսօր օրինակ եթե ես դիտարկեմ ՀԾ-ն կամ Ադինեսը, որ կազմակերպությունները օգտագործում են թեկուզ, ՀԾ-ն ինչ որ բաներ ավտոմատացրել է արդեն, լիքը բաներ մենք ուղղակի կարանք գանք տեսենք ավտոմատացված չի, իրանց այդ ՀԾ-ն ու միանգամից project management-ը կցանք իրար։ Նույն սկզբունքով Ադինեսը։ Okay, լրիվ հասկանում, բայց նա դուրս հարց։ Արսի ծրագիրը Պրոստը արդեն ծրագրի շատ լավ եմ, էլի տիրապետում։ Նայեք, ինքը այդ ձեր ասած B2B և միգուցե B2C որոշ tool-եր իր մեջ չունի, ինչքանով որ ես գիտեմ։ Չէ, ինչքանով գիտեմ, չկա ատը։ Իրանը լրիվ ուրիշ, Իրանը հենց ավելի շատ այդ ֆինանսական հաշվետվություններ և կարծես թե, և ընդհանուր բազան է։ Բազան է, էլի, այդ դեպքում ոնց է լինելու։ Այդ լրիվ առանձին բլոկ է, այն մյուսը, որ ես ասում եմ B2B ու B2C AI agent սարքելը, այս սրա հետ կապ չունի։ Ոնց որ նա լրիվ ուրիշ գործիք, մենք լրիվ ուրիշ բան ենք անում, ու այս պահեդրությամբ երևի թե մենք ենք անում միայն, ասենց ասեմ։ CRM-ը ավտոմատացում է project management եւ ոնց որ ֆինանսական ու վերլուծական բլոկ, այդ ավելի շատ այսպես ասեմ, Bitrix ու ՀԾ-ը իրար միացրած, օրինակ եթե այսպես ասեմ Արսենի ծրագիրը, որը շատ լավ է ու շատ ըստի շատ օգտակար է, այն ինչ որ ես ասում եմ, դա արդեն ավելի շատ մարքեթինգային agent է եւ ձեզ համար հավելյալ եկամուտ գեներացնելու agent է։ Նա լրիվ ուրիշ բան է ու բացարձակ կապ չունի CRM-ի հետ։ Իրանք երկու տարբեր գործողություններ են։ Հիմա եթե ես գնում եմ օրինակ, չգիտեմ, վաճառքի, վաճառքները երկու մասով ենք, էլի մտածում Amazon-ում վաճառելու համար, մեկը բանը Shopify-ով սայթ ենք ունենում, ու չերես Google ենք սկսում բան անենք։ Այդ հատվածը կարամ ասեմ, օրինակ ես Shopify-ով սայթը սարքեմ, ձեր այդ ծրագրով, այդ մարքեթինգովի ու վաճառքները, ձեր միքս այդ ծրագիրը ներդնեմ, այդտեղ ոնց որ
կոպիտ ասած, նայեք, ես պետք է $1000 ենթադրեք ամեն ամիս փող տամ ինչ-որ մեկին, որ գա, չգիտեմ, Սիոն անի, վաճառքների ինչ-որ սկրիպտեր մտածեն, կամ չգիտեմ, առաջարկներ անի, այդ ուզում եմ ասում, այդ սա բլոկն է ինքը փակում։ Ոնց ուզենք, այսպես ասեմ, հա, այսինքն AI agent-ին ինչ հրահանգներ տանք այդ տեսանկյունից, ինչ խնդիրը ուզում ենք լուծենք, այսինքն պետք է խնդիրը ձևակերպել, տալ իրեն, ու ոնց որ իրանից ակնկալել համապատասխան ոնց որ գործընթացներն ու ավտոմատացումները։ Հիմա եթե մեզ պետքա որ օրինակ ինքը գնա համապատասխան տվյալները գտնի, բերի, ձեզ վերլուծի, հետո նաև ձևակերպի առաջարկներ, գնա հասնի այդ ոնց որ B2B դաշտում, եթե դիտարկեմ էլի, հա, կազմակերպություններին, որոնց որ ուզում եք, որ հասնի ձեր առաջարկը, մի բան էլ իրանք էլ ձեզ նրանք պատասխանեն, ինքը պատասխանի ինչ որ որոշակի չափով, հա, միջև որ արդեն մարդկային գործոնին բանը հասնի որոշում կայացնելուն, այդ process-ները կարելի է անել։ Դա ոնց որ պատրաստում ենք AI agent, չեմ ասում մեկ cut, նա վրա մեկ երկու, եւ մի քանի տարբեր process-ներ ենք ուզում ավտոմատացնենք, այսպես ասեմ, խնդիրը ձևակերպելուց է դա կախված, էլի։ Դրան համապատասխան ներդրվում է AI agent-ը։ Ես իվան ռեալ բան եմ անում, հաշվարկ եմ անում, ենթադրենք, ինձ ասացի մոտապես 700 կամ 800-ից մինչև 1000 կնստի այն, որ տակ, մենք մեր աշխատանքը անենք, չգիտեմ, սիոներ անենք եւ այլն, ну, ենթադրենք $1000, ամսական, մի պլյուս մինուս այդքան էլ ամեն ամիս գովազդի գումար ենք տալու։ Ինչ եք կարծում, ես ավելավա, չգիտեմ, մի հատ 400 քանի հազար տամ այդ ծրագիրը դնեմ, այլ ոչ թե ամեն ամիս այդ փողը տամ։ Բայց եթե ռեալ ինքը աշխատելի է ու ապենց։ Ու մեկ էլ բանը, այդ գովազդի պահը չեմ կարծում թիմով, որ զբաղվում է Google-ում վաճառքներով, ինքը կարա դնի հետազոտի, գտնի ինչ-որ ֆիրմաներ, որոնք որ ուզում են, չգիտեմ, կարող է կամ է սխալ եմ պատկերացնում։ Հասկացա։ Այդ եմ էլ ուզում ասում այդ կտորն էլ, եթե այդպես վերցնում ենք, ինքը կարա ինձ ավելի ձերտավան, որ կոպիտ ասած ձեր ծրագիրը դնեմ, քանստա ես վերցնեմ բաներ, չգիտեմ, ինչ-որ կամպանիա, որ զբաղվելու է մարքեթինգի այդ միջոցով։ Հասկացա, տեսեք, շատ եթե օրինակով խոսեմ, եթե որևէ մի հատ կազմակերպություն ուզում է գտնի դրամաշնորհներին համապատասխան առաջարկներ գրի տա ներկայացնի, որպեսզի դրանք շահի, այսպես ասեմ, մեր AI agent-ը այդքան research-ի փոխարեն ինքը գնում է գտնում է համապատասխան դրամաշնորհները, բերում է աթով միջև առաջարկը բազում է, սարքում է, ասում է ոնց որ քանի որ հաշվի առնելով քո կազմակերպության ռազմավարությունը, դու նմանատիպ ծրագրեր մենք իհարկե համապատասխան ինֆորմացիան դնում ենք, էլի մեջը դու նմանատիպ ծրագրեր ես գրել եւ այլն, հաշվի առնելով քո փորձը, ինչ ֆեյլեր ես ունեցել, որ դրամաշնորհային ծրագրերն է քեզ մերժել եւ այլն, ինքը համապատասխան ոնց որ դրամաշնորհը գտնում է, բերում է, մշակում է, ուղարկում է ընդհանուր միջև, deadline-ներով եւ այլն։ Հիմա նույնը AI agent-ը կարա գնա գտնի, բերի համապատասխան ձեր ովքեր որ հետաքրքրված կարան լինեն, հա, բայց այդ ինֆորմացիան դուք մեզ պետք է տաք, ոնց որ ովքեր են որ ձեր թիրախային սեգմենտում գտնվող կազմակերպությունները, ինչ տիպի կազմակերպություններին կարա ձեր product-ը հետաքրքիր լինի, այդ սա ինֆորմացիան ներբեռնում ենք իր մեջ, իրան ենք տալիս, ինքը ժամանակ առ ժամանակ որոշում ենք նաև դες այդ միասին ինչքան ժամանակը մեկ գնում է, հավաքում է այդ ինֆորմացիան ընդհանրական, հա, այդ ինֆորմացիան հավաքեց, բերում է ձեզ տալիս, նաև եթե որոշում ենք, որ ինքը պետքա դրանց գնա առաջարկով, ասի գիտես ինչ կա, ես քո համար առաջարկում եմ այսինչ product-ները, կազմակերպություն ջան, այսինչ արժեքով եմ քեզ առաջարկում, եթե որոշենք երկարատև համագործակցության գնալ, նաև այսքան արժեքով եմ առաջարկում, ինքը միանգամից այդ առաջին touch-ը անում է, ուղարկում է առաջարկը։ Եթե հետ են գալիս, կարանք միասին ձեզ հետ որոշենք, եթե հետ է գալիս կազմակերպություն, դուք եք ուզում անձամբ շարունակել զանգերով արդեն եւ այլն, որովհետեւ ոնց որ վստահ եք, որ դուք ավելի լավ դա կանեք, քան AI agent-ը, դա էլ օքեյ։ Հակառակ պարագայում մի որոշ ժամանակ ինքը շփվում է,
ու նոր տեղափոխում օրինակ ձեր դաշտ։ Միևնույնն է ձեր դաշտ անհրաժեշտ է լինելու ըստիս, ինչ որ մի պահից սկսած։ Բայց կարա նաև եթե կազմակերպությունը միանգամից ձեզ վստահում է եւ այլն, ինքը միանգամից պատվերը տալիս է, AI agent-ը պատվերը փոխանցում է ձեր արտադրական թիմին, արտադրական թիմը տեսնում է, եթե դուք ունենում եք ներդրված արդեն այդ project management-ի tool-ը, հա, համապատասխան տեղ է ներդնում, նո ուղարկում արտադրականը տեսնում է, որ այսքան ժամկետի համար sense պատվեր ունեմ։ Ես պետքա հասցնեմ անել։ Պատվերը պատրաստ է լինում, AI agent-ին է փոխանցում ինֆորմացիան, AI agent-ը այդ կլիենտին արդեն ասում է քո պատվերը պատրաստ է, այսինչ օրը չգիտեմ կհասնի քեզ։ Եթե դա ոնց որ գլոբալն է ընկել, այսինքն ոչ ներսի շուկայի, թեկուզ ներսի շուկայի համար։ Դա օրինակներից մեկն է։ SEO ասվածը որպես այդպեսին, այսպես դեռևս որևէ կազմակերպությունից նմանատիպ առաջ բան չենք ունեցել, request չենք ունեցել, պետք է տեխնոլոգիական թիմի հետ ճշտեմ հասկանալու համար ինչքանով կարա ինքը SEO անի, որովհետև դա մի քիչ արդեն targeting է, եւ հնարավոր է ամեն դեպքում անհրաժեշտ լինի մարքային գործոնը, բայց մի հատ սա պետքա խոսեմ տեխնոլոգիական թիմի հետ հասկանալու համար SEO ասվածը մենք ոնց որ նաեւ միջև որ կարանք հասցնենք էլի AI agent-ով ինչ որ մի բան այդ դաշտում։ Okay. Մոտավոր էսպես է, հա, մոտավոր էսպես է, այսինքն մենք ուղղակի փորձում ենք ձեր կարիքներին համապատասխան մի հատ AI agent սարքել, որը ձեզ համապատասխան ինֆորմացիան որոշակի ժամանակաշրջանով, այսինքն որպես ինչ որ գործողությունների խնդիրներով կարա լուծի ու ինչ որ խնդիրներ կարող է ինքը դեռևս պատրաստ չի լուծել ու այստեղ միևնույն է մարդկային գործոն լինելու է, էլի։ Միջև որ ոնց որ ինքը այնքան կհմտանա այդ դրա մեջ, բայց այդ փորձարկումներով է, էլի պիլոտային է։ Այսինքն մի հատ դնում ենք, ներդնում ենք, գնում է, տեսնում է, ֆռում է, հետո հասկանում ենք ոնց որ օքեյ, այսքանը չի բավարարում իրան ինֆորմացիան, պետք է մի քիչ էլ ինֆորմացիա տանք, որ ավելի լավ դա անի։ Ու հետո սկսած նայած թե ոնց է ինքը պատասխանում, հասկանում ենք իր պատասխանը կլիենտի համար օքեյ, չի մի խոսքով էլի մի որոշ ժամանակ հաստատ պիլոտ է լինում, օրինակ մի 3 ամիս պիլոտային փորձարկումներ է լինում, ոնց որ սովորաբար նաև մարկային գործոնի դեպքում է լինում, հա, այսպես պատասխանեցի, հետ չեկավ կլիենտը, երևի sense պետք է իրան մոտենալ, էլի այլևս պատասխանել։ Դա արդեն փորձից է գալիս, պետք է հասկանանք, եթե դուք վստահ եք, որ ոնց որ եթե մենք համապատասխան ձևով կոպիները տանք, ինքը գնա գտնի առաջարկները անի, դա հաստատ աշխատող տարբերակ է, որտեղ մարդկային գործոնով տենց է աշխատել, նույն բանը ձևակերպում տալիս ենք AI agent-ին, ինքը այդպես է պատասխանում։ Լավ, հասկացած ես։ Լավ, եկեք մի հատ երկու բանը պակետներին զուգարկեք, ես մի հատ դրանք ուսումնասիրեմ։ Մի հատ դուք էլ խոսացեք, հասկացեք ինչ որ SEO-ի հետ կապված դրանք մի հատ էլ էլի զրուցանք կամ ուղարկեք, այտենց չգիտեմ։ Okay, անջան։ Հիմա կրթակարգերի մասով կուղարկեմ, այս տեխնոլոգիական իմաստով մի հատ կհասկանամ ինչ կարանք ուղարկենք ոնց որ ձեր կազմակերպության տեսանկյունից հաշվի առնելով որ դեռևս project management բան ներդրված չի, էլի, այսինքն այս մասով ավտոմատացումներ ես չեմ կարող ձեզ հիմա առաջարկել, ավտոմատացումների հաստատ կառաջարկեմ, որ դուք կամ թիմից գործառնական որևէ մեկը գա մասնակցի դասընթացին, հետո հենց որ ունենաք համակարգը, ինքը միանգամից այս ամեն ինչը ավտոմատացնի ու ներդնի դրա մեջ, հակառակ պարագայում եթե կստյակ չի ստացվում տվյալ մարդու մոտ դա անել այս պահին ու այս փուլում, մենք կգանք սեթափը կանենք, բայց ինքը նաև ոնց որ արդեն տեղեկացված կլինի թե դրա շարունակականությունը ոնց ապահովի, SEO-ի հետ կապված կճշտեմ, նաև կճշտեմ թե ոնց որ AI agent ասվածը, որը որ ձեր խնդրի տեսանկյունից, եթե ոնց որ օրինակ Amazon կամ B2B lead generation-ի մասով, հա, B2B-ով մի հատ առաջարկը կձևակերպեմ, խնդիրը կձևակերպեմ կտամ հիմա ոնց որ մի խոսքով առաջարկ կանի, հետո կհասկանանք էլի B2B, B2C եւ այլն։ Всё, хорошо, հասկացած։ Շատ լավ։ Շատ լավ, այնինչ ձեզ հարմար է WhatsApp-ով, թե բանով, մեյլով ուղարկեմ, ոնց է ձեզ նպատակը հարմար։ Չէ, WhatsApp-ով ուղարկեք։ Մեկ ավելի շուտ բան չկա, բայց կարող WhatsApp-ով ուղարկեք, ավելի ոնց որ մոտեղ ավելի բան արագ է էլի ստացվում, ես տում եմ։ Շատ լավ, Անիջան, շատ շնորհակալ եմ ձեզ ժամանակի համար, եթե հարցեր ունեք ինձ գրեք։ Ես եմ շնորհակալ։ Всё, хорошо. Лав, стейся.